Խոսենք քթի անոթասեղմիչների հետևանքով առաջացած կախվածությունից։ Մեր բոլորի շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, որոնք որ ունեն լուրջ կախվածություն քթի անոթասեղմիչներից քիթը բացող դեղորայքից։ Տեսեք, սկզբում մարդը օգտագործում է այն, քանի որ անոթասեղմիչ է, այտուցը արագ իջնում է, շնչառությունը լավանում է, բայց 6-ից 8 ժամ հետո, երբ որ ազդեցությունը անցնում է դեղորայքի, խեցիների այտուցը լինում է շատ ավելի մեծ, քան մինչև մեր կիրառելը, այսինքն լինում է ռիկոշետ այտուց։ Արդյունքում հիվանդի մոտ առաջանում է կախվածություն նորից ու նորից կիրառելու այդ պրեպարատը եւ ունենում ենք արդեն լուրջ կախվածություն անոթասեղմիչներից։ Իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ որ մենք սուր բորբոքումների ժամանակ, քթի խոռոչի, ականջի հետ կապված խնդիրների ժամանակ առաջնահերթությունը տալիս ենք անոթասեղմիչների կիրառմանը։ Սուր դեպքերում, այո, 7-ից 10 օր բավականին կարևոր պրեպարատ է այն հանդիսանում մեզ համար, որպեսզի կարողանանք բազմաթիվ բարդություններից խուսափենք։ Սակայն 10 օրից ավել կիրառելու հետևանքով արդեն մենք ունենում ենք լուրջ խնդիրներ, ունենում ենք քթի խոռոչի pH-ի փոփոխություն, այսինքն թթվայնությունը փոխվում է, արդյունքում քթի լորձաթաղանթի թավիկները սկսում են վատ շարժվել, անգամ երբեմն ընդհանրապես չշարժվել, արդյունքում պաշտպանական ֆունկցիան կորցնում է իր քիթը, այտուցը լինում է շատ ավելի մեծ, քան ելքային ունեցել ենք, այսինքն բերում է լորձաթաղանթի գերաճի, հետագայում նաև ոսկրային հատվածի գերաճի խեցիների ու բերում է կայուն հիպերտրոֆիայի զարգացման, խեցիների կայուն գերաճի, որը արդեն պահանջում է վիրահատական բուժում։ Այսպիսով անոթասեղմիչների երկարատև կիրառումը հանգեցնում է նրան, որ մենք կորցնում ենք քթի խոռոչի ֆունկցիաները, ինչպես նաև հասնում ենք վիրահատական միջամտության։